Շարունակվում է առավոտ լուսան սիրելի հեռուստադիտողներ եւ շտապ ենք ներկայացնել մեր այսօրվա հյուրերին, որոնց հետ խոսել ենք շատ կարեւոր մի ծրագրի ընդլայնման մասին, որը իսկապես փոփոխություն բերեց կրթության ոլորտում։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի հետ, FAST-ի հետ արդեն համատեղ նշանավորում է արհեստական բանականության սերունդ ծրագրի ընդլայնումը ավագ դպրոցներում։ Մանրամասն այո կտեղեկանանք մեր հյուրերից եւ մեր հյուրերն են Չինաստանում արհեստական բանականության երկրորդ միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Արամ Ամիրխանյանը, բարի լույս։ Բարի լույս։ Եվ FAST-ի կրթական ծրագրերի ղեկավար Անուշ Այվազյանը։ Շնորհակալություն, որ առավոտը հենց մեզ հետ եք սկսում եւ այս ծրագիրը գործում է արդեն 3 տարի։ Ինչպես միտքը հղացավ։ Կարիքից, միտքը եկավ կարիքից, FAST-ը դեռ 2017 թվականից իրականացնում է AI ոլորտում տարբեր նախաձեռնություններ, որոնք միտված են հետազոտական էկոսիստեմի զարգացմանը, ու տարբեր ծրագրեր, երբ որ իրականացնում ենք, ոնց որ երկրում շատ քիչ քանակի մարդ կար կամ մասնագետ կար, ովքեր դիմում էին ծրագրին, ստացվում էր, որ մեծ հայտեր էինք բացում, դրամաշնորհներ էինք հայտարարում, բայց մարդ չկար դիմող։ Այսինքն չկար են խումբը մարդկանց մասնագետների, ովքեր որ կմտնեն, նորարարությամբ կզբաղվեն AI ոլորտում ու նայեցին կրթական շղթային ինչա կատարվում, ով ոնց են կրթություն ստանում, ոնց են մասնագիտանում ու այդ բացերը տեսնելով ծանոթանում այդ ամենին, որ հետո այո, այդ բացերը բոլոր տեսնելով ոնց որ հասկացանք, թե ոնց կարող ենք այդ ամբողջ կրթական շղթան ճիշտ ձևավորել, որը սկսում է դպրոցից, բայց այս ծրագիրը դպրոցով չի սահմանափակվում, նաև ունի բուհական բաղադրիչը, որպեսզի ցանկացած երեխա, ով որ պատկերացնում է այս ոլորտում դառնալու է ապագա արհեստական բանականության նորարար ստեղծողը, իմանա դպրոցում որտեղ կարող է սովորել, հետո բուհում ինչ կարող է անել եւ այդպես ինչ քայլերով առաջ գնա։ Արամ, դուք ինչպես իմացաք, որ դպրոցում այլևս կարող եք նաև արհեստական բանականության նեղ մասնագիտացում ունեցող հոսքում սովորել եւ ինչու որոշեցիք հենց այդ հոսքով շարունակել։ Մեզ ինչ որ տարի մոտեցան տնօրինությունից եւ ասեցին, որ sense հոսք է բացվել ու ցանկացողները կարող են դիմել։ Ես հետաքրքրված էի ծրագրավորմամբ, որոշեցի դիմել, փորձել առաջ ուզում էի ֆիզմաթ հոսք գնալ, բայց քանի որ մեր մոտ շատ-շատերը ուզեցին արհեստական բանականության հոսքով գնալ, մեր մոտ ֆիզմաթ հոսքը չեղավ այդ տարի, այսինքն հետաքրքիր է, չէ՞, ոնց է փոխվում ամեն ինչ, վարկանական։ Ընդհանրապես երեխաների որոշմամբ, շատ հստակ որոշմամբ։ Ժամանակին ֆիզմատի դասարաններն էին լեփլեցուն, իսկ հենց նոր Արամ պատմեց, որ իրենց մոտ չհավաքվեց։ Եվ մենք որոշեցինք, մեր դպրոցը որոշեց, որ պետք է մի հատ հոսք ստեղծել, մի հատ դասարան ստեղծել, երկուսի փոխարեն ու սկսեցինք արհեստական բանականություն ուսումնասիրել։ Ինչպես է տեղի ունենում հանրակրթական դպրոցներում այս հոսքի ընդունելությունը, որովհետև եթերից առաջ նշեցիք, որ սա պարզապես ընտրություն չէ, այլ պետք է աշակերտները պատրաստ լինեն նաև իրենց գիտելիքի առումով։ Այո, որոշակի թեստավորում ենք անում, հիմնական դպրոցի բացերը բացահայտելու համար, իրականում ամբողջ ծրագրի նպատակը ներառականություն, հասանելիություն ապահովելն է, բայց միևնույն ժամանակ, քանի որ բարձրագույն չասեմ, ավելի բարդ մաթեմատիկա են ուսումնասիրում, ծրագրավորում են ուսումնասիրում, պետք է որոշակի հիմնական դպրոցից գիտելիք ունենա, որպեսզի կարողանա ավելի ուժեղացնել իր գիտելիքները։ Առաջի տարին չէին կարել ընդունելություն ու ցավոք ոնց որ հայտնվել էին շատ երեխաներ ուղղակի անվան համար կամ ծնողների դրդմամբ ու չկարողացան սովորել։ Ոնց որ ավելի վատություն էին անում երեխաներին, քան թե օգնում էին առաջ գնալ։ Դրա համար ոնց որ ներմուծեցինք այս թեստավորումը, որը ընդհանրապես իրանց նախորդ տարական դպրոցի գիտելիքներն աստուգում, որ կարողանան դրա վրա կառուցել մնացած հետագա գիտելիքները։ Արամ, ես ուզում եմ պատմես նաև օլիմպիադայի մասին, որոնք էին այն դժվար փորձությունները, որ կարողացել ես հաղթահարել այնտեղ։ Մի փոքր պատմիր օլիմպիադայի մասին ընդհանուր։ Նախ պատմեմ, թե ոնց ընդհանրապես ստացվեց, որ գնացի օլիմպիադայի։ Մենք ինչ որ հանդիպան էինք, եթե չեմ սխալվում, Տաշի հիմնադրամից եկել էին մեր դպրոց ու մեր նախագծերն էին նայում։ Ու այդ օրը մեր արհեստական բանականության դասատուն Տիգրանը ասավ մեզ, որ սենց օլիմպիադա է կազմակերպվելու եւ Արամ դու եւ մեր դասարանից Վահեն ընտրված եք ու միազատ տեղ կա, այդ միազատ տեղի համար հետո մարդկանց մեջից պետք է որոշեինք թե ով պետք է լինի։
ու վանաձորից էր ամբողջ թիմը, որովհետև մեր դասատուն էր նախ Վանաձորից, հետո Վանաձորը իրան լավ էր ցույց տվել ֆաստի կազմակերպած արհեստական բանականության օլիմպիադային, եւ այսպես 3 ամիս պարապեցինք, պատրաստվեցինք օլիմպիադային ու գնացինք Չինաստան մեկ շաբաթով։ Այդ մեկ շաբաթվա ընթացքում մենք ունեցանք տարբեր մշակութային այցեր, տարբեր հետաքրքիր էքսկուրսիաներ, որտեղ ճանաչեցինք Չինաստանը եւ հենց փուն օլիմպիադան։ Օլիմպիադան 2 փուլից էր՝ թիմային եւ անհատական։ Որն էր դժվար անհատականը։ Կարծում եմ, հա, ավելի դժվար էր անհատականը։ Թիմայինը ընդհանրապես պարտադիր չէր մասնակցությունը, ուղղակի մենք Հայաստանի թիմով ցանկացանք, որ մասնակցենք թիմային փուլին, որովհետև մեզ հետաքրքիր էր, թե ինչպիսի արդյունք կունենանք ու թիմային փուլում մենք 16-րդ հորիզոնականը գրավեցինք։ Ված չէ։ Շուրջ 82։ Այո։ Շատ լավ են նույնիսկ այս դեպքում։ Իսկ անհատականը Իսկ անհատականում ես բրոնզ բերեցի ու ասեմ, որ խնդիրները շատ դժվար էին ու շատ հետաքրքիր ամենակարևորը այդ օլիմպիադայի ընթացքում նստած էինք 6 ժամ, 2 օր տևե անհատական փուլը ու ամեն օր 6 ժամ համակարգչի առջևը նստած խնդիրներ էինք գրում ու այդ process-ը շատ հետաքրքիր էր։ Չի ասում ծանրաբեռնված էր դժվար է, շատ հետաքրքիր էր process-ը։ 2 օր, 6 ժամ, համակարգչի դիմաց։ Դե պիտի հետաքրքիր լինի, որ բրոնզե մեդալը բերեիր։ Իրականում Արամի հաջողությունը միակը չէ, այս հաջողությունները շատ են, ոչ միայն օլիմպիադաներում, այլ չնայած նշեցիք, որ առաջին տարին այնքան էլ արդյունավետ չէր, չնայած նոր էր սկիզբը դրվում, բայց արի ուտես, որ 3 տարիները իրենց արդյունքը տվեցին եւ դա է արդյոք նաեւ դարձել այն նշաձողը, որը պետք է բարձրացնել, մեծացնելով հասանելիությունը մյուս հանրակրթական դպրոցներում եւս։ Այո, իհարկե, իրականում առաջի տարին էր հաջողակ, Արամը առաջի տարվա սերունդից է, ուղղակի պատմում էի խնդիրներով ավելի շատ։ Խնդիրները ու այո, ոնց որ ընթացիկ մենք շատ դիտարկումներ ենք անում, մեծ տվյալներ ենք հավաքում ու բոլոր որոշումները կայացնում ենք տվյալների հիման վրա, թե ոնց են երեխաները սովորում, ոնց է իրենց վարքագիծը փոխվում ու իրենց ցանկությունները մասնագիտացման ուղղությամբ փոխվում եւ ընթացիկ շատ հաճախ նախարարության հետ քննարկում ենք այդ բոլոր փոփոխությունները, ինչ ազդեցություն է ծրագիրը բերում թե երեխայի, թե դպրոցական համակարգի վրա եւ նախարարության հետ արդեն այս սեպտեմբերից սկսեցինք ընդլայնումը ծրագրի, փուլային ընդլայնումը։ Ծրագիրը նախատեսված չէ բոլոր դպրոցներում իրականացնել, այլ նախատեսված է կենտրոնացնել, այսինքն ցանկացած 30 րոպե հեռավորության վրա լինի որևէ հանրակրթական դպրոց, որ երեխան իմանա ցանկանա մասնագիտանալ, իմանա, որ իր տարածքում կա դպրոց, դա մեծ հնարավորություն կտա որակը պահել, կենտրոնացնել ռեսուրսները, իսկ երեխաներին ու ծնողներին հասանելիություն ավելի մրցունակ ԱԲ կրթությանը։ Այս տարի 23 դպրոց դարձան, պիլոտային փորձարարականում 15-ով էինք մեկնարկի, այս տարի 23, հաջորդ տարի 45-ն ենք մինչև հասնելու, այդպիսով ծածկելով ամբողջ հանրապետության հիմնական մեծ քաղաքներն ու մեծ համայնքները, որտեղ որ կա հանրակրթական դպրոցներ։ Հրաշալի։ Արամ, ինչ խորհուրդ կտաս բոլոր այն աշակերտներին, ովքեր հենց նոր են սկսել հետաքրքրվել արհեստական բանականությամբ։ Ընդհանրապես բոլոր ոլորտներում, ոչ միայն արհեստական բանականությունում, ամենակարևորը երևի ինքնակրթվելն է ու շատ փորձելը, որովհետև այդ փորձելու ընթացքում շատ գիտելիքներ ես ձեռք բերում ու ամենակարևորը հասկանում ես, թե ինչ իրավիճակներում ինչպես պետք է վարվել։ Շատ սխալներ են ելնում փորձելու, ու դա ամենակարևորն է, որովհետև դա ամենակարևոր օգնությունն է։ Այո։ Որովհետև այդ սխալվելու ընթացքում դու հասկանում ես, թե ինչպես անել, որ չսխալվել։ Ու հետո օլիմպիադայում օգնում է։ Հիանալի է։ Բոլոր այն համայնքներում, որտեղ դեռ չկա այս հոսքը ավագ դպրոցների մասին է խոսքը, արդյոք լինում է նաև առաջարկ ավագ դպրոցների կողմից համագործակցության։ Իհարկե լինում են, շատ-շատերն են հետաքրքրվում, միայն ոչ ավագ դպրոցները, նաև քոլեջներն են հետաքրքրվում, վերջերս շատ լավ համագործակցություն ենք սկսում ֆիզմատ դպրոցի հետ Երևանի, չնայած իրենք արդեն որոշակի մասնագիտացում ունեն ու հիմք ունեն ու այն ինչը որ անում ենք հանրակրթականի համար ֆիզմատի դեպքում մի քիչ պետքա ձևափոխվի, բայց շատ հետաքրքիր տենդենց է, երբ որ արդեն դպրոցներն են տեսնում, որ
ապագան այստեղ է եւ այսպիսի կրթություն պետք է արդեն տալ դպրոցահասակ երեխաներին, որպեսզի ապագայում մրցունակ լինեն ու փորձում են փոխվել, բարելավել, կրթությունը փոխել, դա շատ լավ ոնց որ տենդենս է, որ նկատում ենք մենք։ Իսկ ինչ հմտություններ են ձեռք բերում։ Եթե երկու բլոկի բաժանեմ, այսպես հիմնական գիտելիքային կտորը դա մաթեմատիկան է, ծրագրավորումը Python լեզվով ու հենց սովորում են արհեստական բանականություն, բայց ոչ թե գրագիտություն է ChatGPT-ն ինչպես օգտագործել, այլ հիմքային, ոնց ստեղծել ChatGPT, ոնց է աշխատում դա, հետևում ինչ ալգորիթմեր են աշխատում, եւ մյուսը հմտություննի կտորն է, որը որ ավելի հենց նորարարի մտածողությանն է օգնում։ 21-րդ դարի բոլոր հմտությունները, հետազոտություն անել, նախագծային կրթություն անել, թիմային աշխատանք անել, այդ բոլորը ներառված են թե ծրագրում, թե նաեւ արտադասարանական տարբեր աշխատանքների միջոցով փորձում ենք ձևավորել ամբողջական նորարարի մասնագետին։ Իսկ փորձարկումներ, փորձեր կատարվում են տեղում։ Ծրագրեր ստեղծել երեխաների կողմից իհարկե արամին կարող ենք հարցնել նախագծային կտորը, նախագծային ուսուցումը կարևոր բաղադրիչ է բոլոր առարկաներից եւ բոլոր առարկաներ միասին խառնված տարվա ընթացքում անընդհատ անում են, բայց 12-րդ դասանի իրանք ավարտում են հենց նախագծային կրթությամբ, հիմա արամենք պետք է մեկնարկեին, եթե դեռ չեն մեկնարկել, այսպես ասած capstone project-ը, որը որ ավարտական նախագիծն է լինելու եւ դա գնահատվելու է եւ դառնալու է իրենց արտեստատի գնահատականի մի մաս, բայց Արամը ավելի լավ կպատմի ինչ նախագծեր են անում։ Արամ ավարտական նախագիծը ո՞րն է լինելու։ Նախ ասեմ, որ նաև տարբեր նախագծեր են կանում ընդհանրապես կուրսի ընթացքում։ Նախագծեր են կունեցել անցյալ տարի մի հատ կոնկրետ նախագիծ կար, որ անցյալ տարի գնահատվող էր, ատեստատի չէ, բայց գնահատվում էր։ Եվ մենք ավելի շատ այս ֆորմատով ենք աշխատում, որ մի քանի դաս տեսական ենք ունենում ու ինչ որ մի օր որոշում ենք այդ սաղ տեսական մեր ստացած գիտելիքները կիրառենք գործնական պրոյեկտները սարքելուց, իսկ այս տարի ես դեռ նախագծի միտք չունեմ, ավելի ճիշտ մի քանիսը ունեմ, դեռ չեմ կողմնորոշվել։ Համար էր նախորդ նախագծերի մասին պատմում, դեռ չգիտի ինչ նախագծով է։ Որովհետև մտքերը շատ են։ Ներկայանալու, այո։ Հա, մի քանիսը ունեմ, մի քանիսը կիսապատրաստ են ու լավ, որն է ամենա որ մտածում ես, որ այ երևի թե հենց այդ միտքը կարող է հաղթել։ Երևի թե ցանկանում եմ ստեղծել արյան արհեստական պատճենը, որ բոլորս գիտենք, որ էթիկ չի մարդկանց վրա փորձեր անելը եւ ես ցանկանում եմ այդ մասը զարգացնեմ ու ստեղծեմ այս ծրագիր, որը պատկերացնենք ես գնում եմ իմ արյունը հանձնում եմ եւ այդ արյան անալիզի հիման վրա պետք է ստեղծվի ինչ-որ արհեստական արյուն համակարգչի մեջ ու այդ համակարգչի միջի արյան վրա կարելի է տարբեր փորձեր անել եւ այլն եւ այլն արդեն բանն եմ արել արդեն պատճենը ստեղծվում է բայց դեռ չեմ ստեղծել սիմուլյացիան այսինքն որ կարելի է տարբեր փորձեր կատարել հենց այս միտքը պետք է քեզ մոտ հաղթի եւ վերջում դու հենց սա ներկայացնես ինձ շատ դուր եկավ այնինչ դու հենց նոր պատմեցիր մեզ բոլորիս Վստահաբար հետաքրքիր է ոչ միայն այն մարդկանց, որոնք ոլորտում են, աշխատում են ծրագրավորման տարբեր լեզուներով, այլ նաև մասնագետներին, բժիշկներին, մարդկանց, որոնք անդադար փնտրում են տարբեր ելքեր իրենց առողջությունը պահպանելու, իհարկե մասնագետների հետ դա անելու համար, տեխնոլոգիաները փաստորեն այո գալիս են մեզ օգնելու, նաև ձեր շնորհիվ։ Շնորհակալություն Արամ այդ գաղափարների համար ու մեր հեռուստադիտողներին Արամը կլինի օրինակ վստահաբար այսօր, եթե դեռ չեն կողմնորոշվել, թե կրթությունը ավագ դպրոցում ինչպես պետք է, որ հոսքով պետք է շարունակեն, գուցե հենց այս պահին կլինի այդ որոշումը եւ արհեստական բանականության ուղղվածությունը։ Բայց շատ կարեւոր է, որ այդ ընտրությունը լինի հենց երեխաների կողմից, ոչ թե ծնողների։ Շնորհակալություն ևս մեկ անգամ։ Շնորհակալություն։ Իսկ մենք շարժվենք առաջ։ Շարժվենք։